Ինչն է ստիպում արարել արվեստագետ մարդուն։ Այդ ինչ ուժ է, որ առաջնորդում է նրան դեպի արվեստի նորանոր գաղտնիքներն ու առեղծվածները, որոնց բացահայտումներն էլ պարգևում են բոլորիս այն զարմանալի իրողության անմեկնելի դրսևորումները, որ կոչվում է արվեստի աշխարհ։ Արվեստը հենց քանդակագործի համար ինքը սկսվում է խաղից։ Ինքը հենց խաղը։ Դու քանդակում ես, էյֆորիայի տակ ես ընկնում, ու ինքը այդ process-ը շատ հաճելի ու նաև հետք թողող երևույթ է։ Քեզնից այդ խաղից հետո դու թողում ես բնայուն արժեք, ամենակարևոր, որ հետ հայացք ես դնում ու նայում ես, հասկանում ես պիտանի գործով զբաղվեցիր։ Մանկությունից է գալի ամեն ինչ, հենց խաղից։ Երևակայության, ինչի՞ չէ, նաև ենթագիտակցության, ինչքան հարուստ ու բազմաբովանդակ կյանք ես ապրած լինում, դա կապված է ճամփորդությունների, մանկության ու տպավորությունների, բազմաշերտ ընթերցանության արդյունքն է։ Մանուկ հասակից ինձ տարբեր խմբակների են տարել ու ամենահետաքրքիր տեղը, որտեղ ես հայտնվեցի, դա Իգիթյանի ստուդիան էր, ունեցա շատ լավ դասախոսներ, Սամվել Բաղդասարյաններին, ովքեր ուղի հարթեցին ու սեր վերմնացրին իմ մեջ դեպի արվեստը։ Շատ հետաքրքիր դպրոց էր, ուսուցանում էին մեզ, որ յուրահատուկ արվեստագետ մեծանաս ու ամեն անգամ կրթվելուց իրենց մոտ մինչ օրս, որ հետայացում ես նետում, հասկանում եմ, որ ամեն բառը, ամեն խոսքը հենց հիմա կիրառվում է։ Իրանք թե ոնց էին ներկայացնում մեր հեռանկարը ոնց կլինի ապագայում, ու այդ ամենը լրիվ կիրառվում է մեր աշխատանքում ու ազնվացեղ արվեստագետ կերտելու գաղափարն էր ամենակարևորը, իրանց հիմնասյան առանցքը, կենտրոնը, որ կար, էպիկենտրոնը։ Մի փոքր եթե շեղվում էր, չէր ստացվում։ Իրանք խստապահանջ էին ու պահանջում էին, կամ կլինես, կամ չես լինի։ Բարեբախտաբար ամեն ինչ ստացվեց։ Զգացողություն ու միտք իրար հետ գերիշխում են ու շատ կարևոր է, որ իրար հետ զուգահեռ աշխատեն, ինչպես Քոչարն էր ասում, որ լավ վարպետը պետք է լինի լավ նկարիչ, նաև եւ իրար հետ պետք է աշխատեն, չի կարա վարպետը նկարիչ չլինի կամ նկարիչը վարպետ չլինի։ Ու այս պարագայում եւս ես գտնում եմ, որ զգացողությունն ու միտքը պետք է հավասարազոր աշխատեն իրար հետ։ Քանդակագործը չի կարող նկարիչ չլինի, այդ ամենը զգացողության հետ է կախված, ասենք, եւ հակառակ, ասենք, այդ ցավալի զգացողությունը, որ պակասում է, խորությունը դու չես կարողանում հաղորդակ, պատկերես կտավին։ Երկուսն էլ ես չեմ կարող տարանջատեմ մեկը, որն է կարևոր, որն է ոչ կարևոր։ Բոլորն էլ իրար հետ աշխատում են։ Հիմա ես աշխատանքներ ունեմ, 2D գրաֆիկաներ եմ կատարում, ասենք, մետաղի, այդ առանցքը թե գիծն է, բայց գիծը վերածել նաև տարածական մասշտաբի նոր մարտահրավեր է իմ համար, միջազգային
կերպարվեստի ասպարեզում ինքը բավականին հետաքրքիր ու ընկալելի ու ընդունելի դարձավ։ Հիմա այդ ճյուղը եւս ես զարգացնում եմ, ու ես գտնում եմ իրար հետ փոխկապակցված են, չկա տարբերություն։ Ստեղծելու այդ գաղտնիքը դա աստվածային process է, այսինքն Աստված արարեց, մարդն էլ որ նայում ես, մենք նկարիչներս եւս զբաղվում ենք արարելով, ստեղծագործելով ինքը աստվածային պարգևը, կենսակերպ է ստեղծագործողի համար, ես որպես աշխատանք իրան չեմ էլ համարում։ Բնատուր ներքուստ գալիս է, դա ի վերուստ տրված է եզակի մարդկանց ստատիստիկայի էլ որ նայենք ընդամենը 2% նկարիչ է մնում երեխաներից։ Երեխաները շատ են սիրում նկարել։ Իրանց հայացակարգը աշխարհին ուրիշ ձև է, իրանք այդ հեռավորությունները, խորությունները մեր պես չեն տեսնում, իսկ մեծանալով շատ կարևոր է որ մենք մնանք հենց նկարիչ ներքուստ։ Անկեղծ չլինել արվեստում անհնար է, որովհետև ինքը ի վերուստ արդեն ցուցադրվում է, թե դու ինչ ես անում ու ականատեսները ոչինչ չեն կարա բաց թողնեն, ամեն ինչ զգում են, հասկանալի է ու ընկալելի է, թե փիլիսոփայություն կա, թե դինամիկա, թե ասենք պատմություն, յուրահատուկ պատմություն։ Ամեն ինչն էլ հուշում արվեստագետին ստեղծել, անգամ նյութը, անգամ թե ինչ նյութից դու պետք է ստեղծագործես, նյութի ձևից, ֆորմայից, ինքը արդեն քեզ կուղորդի այն վերջնակետին, որ դու ձգտում ես, բայց մինչ այդ մտքերը արվեստագետին, որ շրջապատում են, իրադարձությունները, որ արվեստագետին շրջապատում են, իրենց մնային հետքը թողնելու են ու ակամայից ամեն ինչ գնալու է նրան, որ արվեստագետը այդ տպավորությունները հանձնելու է կտավին կամ ասենք եռաչափ մոդելավորման։ Ամենա ներդաշնակ պայմանականությունը մեր կյանքում դա ինձ բնությունն է։ Բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված ու ի վերուստ աստվածային կերպով պատկերված է ու մենք միշտ օգտվում ենք, ուզենք թե չուզենք, եթե ուզում ենք ներդաշնակություն բերենք մեր ստեղծագործություններում, նամանավանդ ասենք վերացական ստեղծագործություններում, ամեն մի ֆորմա, ամեն մի օբյեկտ, որ պատկերում ես, ինքը ինչ-որ մի բան է պայմանավորվում, ինչ-որ բան է խորհրդանշում ու լինի օդում թռչող թռչուն կամ ասենք ծառ կամ ասենք խոտ գետնին, դա նույն սկզբունքն է, ինչ-որ ասենք ճապոնացիների մոտ է դարերով գալիս է իկեբանայի մշակույթն է, ամեն ինչ պայմանավորվածության վրա է։ Ու այդ ամենը, երբ որ դու գրագետ հավաքում ես, իր կյանքը ավելի երկար ապրում ստեղծագործությունը։ Ու այդ ամենը արդեն ենթագիտակցորեն է գալի, ու շատ իմ աշխատանքներում ես օգտվում եմ ամեն մեկը ինչ-որ մի բան էլ խորհրդանշում է կենտրոնացում, ասենք հավերժություն, թեկուզ ֆիգուրատիվ աշխատանք կատարելիս, հակամայից դու գալիս ես այդ դեպի եռանկյունին կամ շրջանին, հավերժության, ու արդեն այդ պատմությունը, որ դու կուտակել ես, կենտրոնացնում ես, ինքը ավելի տպավորիչ է դառնում։ Նույնն է, ինչ-որ բնությունը մեր շրջապատում, ինքը հավերժ ցիկլ է շրջան, որ գալիս է, գարունից հետո գա ամառ, տենց նորից ցիկլը կգա, դեպի ձմեռ, գարուն։ Ստեղծագործելը դա արդեն ազատություն է։
պարգևը, որ դու կարողանում ես քո միտքը, քո տվյալ բային եկած ոգեշնչումը ազատորեն իրացնես։ Ազատությունը ստեղծագործելը ես հոմանիշներ եմ համարել։ Լինում է, որ պատվերներ են լինում, հարցնում են պատվեր կանես, բան, այսքան ժամանակ մի անգամ ա եղել, որ զգացել եմ, որ ես էլ էի ուզում այդ աշխատանքը անել, ասենք ես Կուլապի ծնոտներ Նյու Յորքում էի, հենց որ պատվիրատուն պատմեց, ինքը հայտնի բժիշկ էր, այս Կուլապն էլ բժիշկների աստվածն էր, ինքը հետաքրքիր ձև ծնվել Ապոլոնի զավակն է, ինքը Ապոլոնը մահկանացու կնոջ է սիրում ու իրանից արդեն հղի է, բայց իրան դավաճանում է, ինքը այդ խանդի հողի վրա բռնում վառում է այդ կնոջը, հետո փոշմանում է, փորը պատռում է, ոնց մեջ ցանում է այս Կուլապին, այդ այրվող կնոջ մեջից ասում, ծնունդ է տալի իր զավակին, այս ոնց որ առաջի կեսարյան հատում, բան, ասես պատմեց, ասի ինձ շատ հոգեարազատ թեմա է կուզենամ ստեղծեմ, ու տենց ստացվեց գործը ես կատարեցի, ինքն շատ հավանեց։ Հիմա ավելի շատ ինձ այդ վարպետությունն է շատ գրավում, տարբեր նյութերի մեջ, երբ որ վարպետ անում ես ու այդ նոր հմտություններ ես ձեռք բերում, ու արվեստի այդ տիեզերական անսահման իրագործելու հնարավորությունն է ինձ գրավում։ Չկա տենց սահման, որ մտածում ես, վերջը սա էր ու ես հասա այն ինչ որ ես ուզում եմ, ինքը ինչքան է փնտրում ես, նոր բաներ գտնում ես։ Աստված փնտրողին է միշտ տալիս, չէ՞, տենց արտահայտություն է կա, ում ստեղծագործողի մոտ էլ այդպես, ինչքան դու շատ ես ստեղծագործում, մի դռնից նոր դուռ է բացվում, տենց հետագայում որ նայում ես հետ հայացք 2017 կամ 18 թվական, այդ ամենը արդեն մնայուն է դարձել, հավերժացվում է տարիների մեջ, այդ է ինձ շատ գրավում։ Այդպես մնում ես դու երիտասարդ, ասենք նույն 2017-ին ստեղծած աշխատանքով դու հավերժանում ես։ Արվեստագետի համար ամենագերագույն պարգևներից մեկը այն է, որ ինքը կարա վերապրի տվյալ ժամանակահատվածը, ասենք, ու մոտեցնի տրանսֆորմացիայի ենթարկի դեպի իր ժամանակահատվածը, ու այդ սինթեզով ինքը կապ է հաստատում այդ կամուրջը դեպի հին դարեր, նոր դարեր ու այդ մնայուն կապը հավերժացնելու հատկությունն է ամենակարևորը։ Լինի միջնադար, լինի հին դարեր ու այդ ամենը բերում մատուցում ես մեր նոր ժամանակահատված, այդ է կարևորում ես։ Ազնվացեղ մի սիրտ, ազնվակունք մի գեն, ազնվաշունչ հոգի ու ազնվական դեմք։ Դարեր եկած անցած, ասպետական, արի, գուցեև հնացած, բայց կենսարյուն ու լի։ Մի ինքնամփոփ դղյակ ու իր ներսում մի տեր ու կյանք աչուահյակ ու մահ տեսած աչքեր։ Ինքն իր ճամփով վազող անցավ անդարդ առու, հաղթանակի տենչով վառվող արփած արու, ժամանակներ զորեղ, ժամանակներ արթուն, ինձ ինչու եք թողել միայնության գրկում։ Դպրոցական տարիներից իմ ամենասիրած առարկան այս պատմությունն էր։ Լավ ուսուցիչ եմ ունեցել պատմության, երբ որ նա ամեն ինչ պատմի, մոտ ավելի վիզուալ էր դառնում այդ ամենը։ Հետո գումարած հայրս շատ լավ պատմություն գիտեր, դեռ մանուկ տարիքից մեր տանը 55 թիվ տենց քարտեզներ կային, որ բացում էր, ասենք Ուրարտուի դարաշրջան կամ ասենք
դեպի գալիս ես կողմ կարթագենի նվաճումներ, դեպի այս կողմ արդեն միջնադար, տարբեր այդ դարաշրջանից նայում ես այդ քարտեզներ, այն ժամանակ դեռ YouTube կամ այդպես ալիքներ չկար, որ վիզուալացված դու դիտեիր այդ ամենը միայն մնում էր քո նկարչի կամ ստեղծագործողի երևակայական մտքի հույսին ու տեղից արդեն ծագում են այդ մտքերը, այդ նոր աշխատանքները, ես արդեն տրանսֆորմացիայի ենթարկեցի ու իմ նոր պատկերները ծնունդ բերեցի։ Մի հատ գործ ունեմ, կոչվում է անտեսանելի կոնտակտ։ Այնտեղ պատկերված է երկու կին ու մեջ երկու երեխաներ նստած իրար հետ շփվում են, դեռ սաղմ վիճակում։ Ամենահետաքրքիրն էր, որ երբ որ ես կատարեցի այդ աշխատանքը 2016 թե 17 թվականներ, թե չեմ սխալվում, կատարեցի, իմ կինը աշխատում է Մատենադարանում, ինքը երբ որ տեսավ, զարմացավ, ասեց, հիմա ինքը աշխատում է մի մանրանկարչի աշխատանքների վրա, որը կոչվում է ավագ։ Ավագի աշխատանքներից մեկում պատկերված է Սուրբ Մարիամը հանդիպում է Սուրբ Ելիզաբետին։ Ուտեղ ավագը դեռ մի քանի դար առաջ արդեն պատկերել էր, որ Մարիամի փորի մեջ Հիսուսը, Ելիզաբետի փորի մեջ Հովանես Մկրտիչը իրար հետ շփվում են, ոչինչ չի փոխվել, նույն ոգեշնչման աղբյուրներն են, նույն ազդեցություններն են, նույն արարածարն է, նույն էներգիան է կուտակում արվեստագետի մեջ ու այս ամենը բերում է նոր հայացքով կատարված ստեղծագործությունների։ Այս ցիկլը կրկնվում է մեր տարածաշրջանում։ Շատ հայտնի արվեստագետներ կան, իրանց թողած հարուստ բազմաշերտ բովանդակալից պատմությամբ ու բիոգրաֆիայով, իրանք կիզակետ են դառնում շատ մարդկանց հանդիպման, ուզում է լինի թանգարան, տուն թանգարան, գալերիա, մարդիկ գալի հանդիպում են, շփվում են, իսկ կիզակետ հենց ստեղծագործություններն են։ Իմ արելու իմաստը դա կենսակերպ է, ես որպես գործ իրան չեմ համարում, առավոտը զարթնում եմ, դա իմ հացն է, դա իմ ջուրն է, ինքնստինքյան ստացվում է։ Միշտ լինել ստեղծագործ, ինչում ուզում է լինի, թեկուզ ծառմշակելուց, լինել ինդիվիդուալ, ունենալ ուրույն հետք թողել, այդ ձեռագիրը շատ կարևոր է, որ միշտ տարբերվի, ինչ էլ անես, եթե օրիգինալ ես անում, միշտ կտարբերվի։